Քույրերի եղբայրներ, ընթերցենք Մատթեոսի ավետարանից 27-րդ գլուխ, 45-րդ խոսքից մինչ 66-րդ խոսքերը։ Մտովի տեղափոխվենք այն վայրը, ուր Հիսուս բազուկները բարձած հավաքեց իր գիրկն առնել հավիտենական իր ստեղծագործության գլուխգործոցը համարվող Մարդ Արարածին, քեզ և ինձ։ Վեցերորդ ժամին մինչև 9-րդ ժամը բոլոր երկրի վրա խավար եղավ։ Ժամի 9 ատենները Հիսուս մեծ ձայնով աղաղակեց և ասաց. Էլի, Էլի, լամա սաբակթանի, որ ասել է Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Անոնց մեջ ոմանք, որ հոն կանգնել էին, երբ լսեցին, ասացին, ատիկա Եղիան կկանչե։ Շուտ անոնց մեջ մեկը վազեց, սպունգը առավ, քացախով լեցուց և եղեգիմը վրա անցնելով տվավ անոր, որպեսզի խմե։ Մյուսներն ասացին, թող տուր տեսնենք, Եղիան պիտի գա անիկա ազատելու։ Հիսուս դարձյալ մեծ ձայնով աղաղակեց ու հոգին ավանդեց։ Ահա տաճարի վարագույրը վերեն վար, երկուքի ճեղքվեցավ, երկիրը շարժեցավ, քարերը պատռեցան, գերեզմանները բացվեցան, ու շատ մը սուրբ ննջեցյալներու մարմիններ հարություն առան։ Եվ գերեզմաններեն ելան, անոր հարությունեն հետո մտան սուրբ քաղաքը ու շատերին երևացին։ Բայց հարուրապետը և անոր հետ Հիսուսը պահողները երբ տեսան երկրաշարժը ու եղած բաները շատ վախեցան և ասացին արդարև սա Աստծո որդին էր։ Հոն շատ կիներ կային, որոնք հեռուեն կնայեին, որոնք Գալիլեային Հիսուսի ետևեն եկան իրեն ծառայություն անելու։ Անոնց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսին ու Հովսեսին մայրը, Մարիամ և Զեբեդեոսի որդիներուն մայրը։ Երբ իրիկուն եղավ, արևմատյային հարուստ մարդ մը եկավ, որուն անունը Հովսեփ էր։ Որ ինքն ալ Հիսուսի աշակերտ էր։ Ասիկա Պիղատոսին քով երթալով Հիսուսին մարմինը խնդրեց։ Այն ատեն Պիղատոս հրաման ըրավ, որ մարմինը տրվի։ Հովսեփ մարմինը առավ, մաքուր կտանով փաթաթեց ու դրավ նոր գերեզմանին մեջ, որ քարե փորված էր, և գերեզմանին դուռը մեծ քարմը գլորելով գնաց։ Հոն Մարիամ Մագդաղենացին
Մյուս Մարիամ գերեզմանին դիմաց նստած էին։ Հետևյալ օրը, որ ուրբաթեն հետո էր, քահանայապետներն ու փարիսեցիները ժողվեցան Պիղատոսին քով ու ըսին. «Տեր, կհիշենք, թե այն մոլորեցուցիչը իր կենդանության ատեն կսեր, թե 3 օրեն հետո հարություն պիտի առնեն։ Ուստի հրամանր է, որ մինչև 3-րդ օրը գերեզմանին զգուշություն անեն, չլա թե իր աշակերտները գիշերով գան, զանիկա գողանան և ժողովրդին ասեն, թե մեռելներեն հարությունը առավ։ Ու ետքի մոլորությունը առաջինեն ավելի գեշ լա։ Պիղատոսն ասավ. դուք ունեք պահապան զինվորներ, գնացեք զգուշություն արեք, ինչպես որ ուզեք։ Անոնք գացին, գերեզմանին զգուշություն արեցին, քարը կնքելով ու պահապան զինվորներ դնելով։ Հետաքրքիր մի փաստ եմ ուզում արձանագրել, չեմ իմանում թե երբևէ ուշադրություն դարձրել եք, թե ոչ։ Երբ Աստծո որդին պիտի լուսաշխար գար, նրա խնամակալությունը հանձնվեց Հովսեփ անունով մի մարդու։ Որի նշանած անունը Մարիամ էր, որից պիտի ծնունդ առներ Հիսուս։ Հովսեփը նրա հայրը չէր։ Հովսեփը առաքելություն ուներ, պիտի խնամք տաներ Աստծո որդու համար։ Երբ որ Հիսուս աշխարհից հեռացավ, նրա մարմնի համար խնամք, հոգատարություն ցուցաբերեց դարձյալ Հովսեփ անունով մեկը։ Եվ իր համար պատրաստած, իր համար փորված, այն ժամանակ ամեն մարդ գերեզման չուներ, ամեն մարդ չէր կարող իրեն թույլ տալ գերեզման ունենալու։ Այս մարդը հարուստ մարդ էր, քաղաքից ոչ շատ հեռու, շատ մոտ, ճիշտ Գողգոթային կպած։ Իր համար գերեզման էր փորել, որևէ մեկ այնտեղ թափված չի եղել։ Վիմափոր գերեզմաններ էին սրանք։ Միայն մեծարուստ մարդը կարող էր թույլ տալ։ Ու իմանալով, որ Հիսուսն այս աշխարհի վրա անգամ գլուխը դնելու տեղ չունի, նա պատվի արժանացրեց Հիսուսին և թույլ չտվեց, որ նրա մարմինը նետվի որպես աղքատ մեկի մարմին Երուսաղեմի պարիսպներից դուրս և իր համար պատրաստած գերեզմանում գնաց, միջնորդություն արեց, Պիղատոսից խնդրեց, որ թույլ տա այդ մարմինը, Հիսուսի մարմինը իրեն հանձնեն, օգտագործեց իր կապերը, հռոմեական կայսրության կուսակալի մոտ ունեցած կապերը օգտագործեց Հիսուսի մեռած մարմինը վերցնելու, որ այն չհոշոտվի, որ այն չվսկտվի, որ այն կենդանիների բաժին չդառնա և այն պատվով, հարգանքով թաղեց իր համար պատրաստած գերեզմանում։ Սա գեղեցիկ և կարևոր թեմա է, նյութ է, մի օր կանդրադառնանք սրան, բայց այս հատվածում մի ուրիշ խոսք կա, որ ինձ շատ է ապշեցնում։ Խաչելության ժամանակ մեզ ծանոթ են Հիսուսի հնչած 7 խոսքերը, խաչի վրա նա 7 խոսք ասաց։ Այս մի արտահայտություն կա, որ ես կարծում եմ երևի թե ամենահզոր արտահայտություններից մեկն է։ Հիսուս ասում է դարձյալ մեծ ձայնով աղաղակեց և հոգին ավանդեց։ Մեծ ձայնով Հիսուս
աղաղակեց։ Սա նորմալ չէ։ Այդպես այդ տառապանքների ենթարկված անձը, այդ խոշտանգված անձը, որի մասին Եսայի մարգարեն դեռևս նրա ծնունդից Հիսուսի ծնունդից 700 տարի առաջ տեսնում է մարգարեական աչքերով եւ ասում է նա երևույթ չուներ, որ կարողանայինք նրան նայել եւ ախորժեինք։ Այսինքն այնքան էր ծեծված, այնքան էր խոշտանգված Հիսուս, որ սովորական մարդու համար հնարավոր չէր նայել նրա արտաքինին։ Գիտեք, Քրիստոսի չարչարանքներ ֆիլմը կա սրանից տարիներ առաջ Մել Գիբսոնի հանած, շատերը չեն կարողանում այդ ֆիլմը երկրորդ անգամ նայել։ Չեն կարողանում, որովհետև այնքան արյունոտ են տեսարանները։ Մի անգամ Մել Գիբսոնին հարցրեցին, թե ինչու է այդքան արյունոտ տեսարաններ էլի նկարահանել, նա ասաց ես փորձել եմ մաքսիմում մեղմ նկարել իրականությունը։ Այն շատ ավելի ծանր է եղել։ Եվ մարդը 18 տարի տարբեր աստվածաբանների հետ, տարբեր գիտնականների հետ քննության է ենթարկել այս թեման նոր նկարահանել ֆիլմը։ Եվ ասում եմ, եթե ես նկարահանեի ճիշտ այնպես, ինչպես որ եղել է, վախում եմ որևէ մեկը չցանկանար դիտել այդ տեսարան, այդ ֆիլմը։ Իրականությունը շատ ավելի դաժան էր։ Բայց այդպես խոշտանգված, այդպես չէ, մի պարզ բան ասեմ ձեզ, ասեք ո՞նց եք պատկերացնում, բարեզբոր իմաստով սատանայի ձեռքն է ընկել իր հազարամյակների թշնամին, մարմին առած։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ասում ծառաները ապտակում էին նրան։ Դուք պատկերացնում եք այդ ծառաների մեջ ինչքան կուտակված ագրեսիա կար, իրանք միշտ ապտակ են չէ կերել։ Միշտ ծեծ էին կերել, միշտ ապտակ են կերել, հանկարծ հայտնվել իրանց մոտ մեկը, որի կարան իրենք ապտակեն։ Բան են անել այդ իրանց կուտակված ագրեսիան դրսևորում են։ Գիտեք ինչ մեկ մենք էլ, քանի որ միշտ ծեծ են կերել շրջակա ազգերից, մեջներս չեն կարողացել էլ արժանի պատասխան տալ, այդ մեջներս կուտակված ագրեսիա կա ու դա թափում ենք իրար վրա։ Ու հանկարծ օրինակ դպրոցում դասարանում, եթե մի երեխա խելոք է լինում, այդ դասարանի երեխեքը բան աղջիկները բան հարցակում են, դրան են ուզում ճնշեն, հարևաններից մեկը եթե մի քիչ համեստ է լինում, բոլորը ծաղրում են, ճնշում են, վակում, եթե մեկը մի քիչ խելոք է լինում, համեստ է լինում, բոլորը ուզում են նեղացրած լինեն։ Այս ինչ որ կուտակված ագրեսիա կա, չարություն կա մարդու մեջ։ Ու հանկարծ Հիսուսն է շղթայված, ծեծված, կարծես խեղճացած ու անգամ ծառաներն են նրան ծաղրում եւ ապտակում։ Եվ ասում գուշակի ով էր։ Այս եւ հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգումներից հետո մեկ էլ հանկարծ կարդում ենք այս տողերն, ասում է Հիսուս դարձյալ մեծ ձայնով աղաղակեց ու հոգին տվեց։ Դա բնական չէ, դա չի կարա լինի։ Չի կարող մեկը, որ խաչված է եւ 6 ժամ գրեթե խաչի վրա է, արունակամ եղած։ Գիտեք, մի ուրեմն քրեական բժիշկ, ինչպես են ասում, ուրեմն իր խոսքերն է լսում, որ ասաց մեկը, որ խաչված է ձեռքերը եւ ոտքերը խաչված են, ամեն շունչ քաշելու համար, ամեն հաջորդ շունչ քաշելու համար պետք է ուժ տա, որտեղ խաչից կախված է, հասկանում եք, եւ ամեն անգամ որպեսզի շունչ տա, այս գամերի տեղերը, ձեր թևերին խփած գամերի տեղերը եւ ոտքերը արյունոտում են, ավելի ցավում են, սարսափելի ցավ է զգում, որ կարողանա հաջորդ շունչը քաշի։ Եվ 6 ժամվա ընթացքում որքան էր հարկավոր նրան շունչ քաշել։ Ու ամեն շունչը իրեն սարսափելի ցավ է տվել։ Սարսափելի ցավ։ Ու եկեք հիշենք, որ նախքան նա խաչվեց, նախքան այդ 6 ժամվա տառապանքը, նա որքան էր մտրակվել Պիղատոսի հրամանով, որքան էր խոշտանգվել։
Միջև խաչվելը նա արդեն կիսամեռ վիճակում էր։ Եվ հիմա 6 ժամ տառապալից մահ։ Երբ որ տեսնում են, որ նա ասում է էլի լամա սավակթանի, այդ կանչի մեջ, որ նշանակում է Աստված իմ Աստված իմ ինչու ինձ թողեցիր, այնտեղ տգետներ էին, ասում որ Եղիային է կանչում եւ այլն, միշտ տգետ մասան միշտ իր մեկնաբանություններն ունի։ Հա, իրանք իրենց պարտք են համարում ամեն տեղ մեկնաբանություն թողնեն։ Մեր հասարակության մեջ էլ դա կա, այսինքն հոգեվոր թեմա, բան կապ չունի դրան տիրապետում, աղանդավորներ, նա կանչես, էլ ասես մի հատ խոսքիդ համար պատասխան դու ընդհանրապես ինչ ես հասկանում, աղանդեր ինչ է, ուղադավանն ինչ է եւ այլն։ Իրանք էլ իրենց պապաներն էլ բան, սա նույն մակարդակի վրա են։ Եվ բայց ինքը ուզում է մեկնաբանություն տոնի, դրա տեսնենք կանչում է Եղիան կգա, Եղիան չի գա եւ այլն։ Բայց այնտեղ մի մարդ կար, ասում է քացախը, սպոնգով քացախ վերցրեց եւ Եղեգի վրա անցկացրեց եւ բերեց մոտեցրեց նրան, որպեսզի նա շնչի, որպեսզի նա այդ քացախից մի քիչ շուրթերը թռչի։ Այն ժամանակ համարվում էր քացախը մի փոքր այսպես ցավազրկող հատկություն ունեցող մի հեղուկ, որ գուցե մի քիչ ցավազրկել նրան, բայց տեսնում եք մերժեց Հիսուս։ Մերժեց։ Գիտեք ինչ նշանակում մերժել, նա ոչ ջուր խմեց, ծարավ էր, ջուր չտվեցին։ Քացախն էլ չխմեց, որովհետև այդ քացախը մի քիչ կարող է թվալ մարդկանց, թե ցավերը թուլացրեց, բայց նա չէ, միջև վերջ սիրեց։ Հովաննես 13-րդ գլուխ առաջին համարի մեջ ասում է, նա յուրայիններին սիրեց եւ գրված է միջև վերջ սիրեց։ Միջև վերջ։ Անկամ մի փոքր մեղմացուցիչ հեղուկ շուրթերին չարեց, որ միջև վերջ իր կյանքը տա։ Այս ամեն ինչից հետո գրված է հանկարծ զարմանալի մի բան ասում է մեծ ձայնով աղաղակեց։ Առյուծի մռնչյունի պես։ Արդյունքում գիտեք ինչ եղավ։ Ահա դարձյալ մեծ ձայնով, Հիսուս դարձյալ մեծ ձայնով աղաղակեց ու հոգին ավանդեց։ Ահա տաճարի վարագույրը վերեն վար երկուքի ճեղքվեց այդ աղաղակից հետո։ Տաճարի վարագույրը վերեն վար ճեղքվեց, երկիրը շարժվեց, քարերը պատռվեցին, գերեզմանները բացվեցին եւ սուրբ ննջեցյաններ հարություն առան։ Հիմա լսեք։ Հիսուս որևէ միտեղ հիշում եք, որ բարձր ձայնով աղաղակեր, գոռար, գոչեր եւ այլն։ Կանչելը կանչում էր, բայց բարձր այդպես աղաղակ որևէ միտեղ հիշում եք Հիսուսի պատմության մեջ։ Բայց Հիսուսի համար օրինակ Եսայի մարգարեն գիտեք ինչ է մարգարեանում։ Ինչ է ասում։ Եսայի 42 Առաջին 4 համարները, Եսայի 42։ Ահա իմ ծառան, որուն ձեռնտու պիտի ելա, ու իմ ընտրածս, որուն իմ սիրտս հաճեցավ, իմ հոգիս անոր վրա դրի, Անիկա ազգերուն իրավունք պիտի ընե, Անիկա պիտի չպորա, այսինքն չպիտի գորա, ու պիտի չաղաղակե, եւ իր ձայնը դուրսը լսել պիտի չտա, ջախջախված եղեգը պիտի չփշրե, ու պլպլած պատրույքը պիտի չմարե, իրավունք հավատարմության պիտի հայտնե։ Անիկա պիտի չտկարանա ու պիտի չթուլանա, միջև որ իրավունքը երկրի վրա հաստատե։ Ղզիները անոր օրենքին պիտի սպասեն։
Սա Հիսուսի մասին է մարգարեությունը։ Ասում է իմ ծառան նայեք ասում է ահա իմ ընտրածս որին սիրտս հաճեցավ իմ հոգիս անոր վրա հիշում եք չէ մկրտության ժամանակ սա իմ սիրելի որդին չէ Սուրբ Հոգին եկավ համիջեց նրա վրա նա պիտի չբոռա նա չպիտի բղավի չպիտի աղաղակի ճշմարտությունը հասանելի դարձնելու համար պարտադիր չէ գոռալ Սուրբ Հոգու զորությունը ունենալու ապացույցը աղաղակելը չէ այս խոսքը ուղղում եմ այս խարիզմատիկ եկեղեցիներին որ ժողովրդի վրա յանի ազդեցություն եք ուզում թողնեք որ յանի դուք Սուրբ Հոգի ունեք գիտեք մենք Եհովայի վկաներից խոսում ենք ինչի չխոսանք նաև այս տեսակների մասին Համարձակ, ես ասում եմ, որ դուք ասում եք, յանի մենք զորություն ունենք Սուրբ Հոգին ու այդ զորության ապացույցը, որ դուք գոռում եք, բղավում եք, իմացեք Հիսուս գոռալով, բղավելով, մարդկանց վրա այսպես կռիվ տալով, գոռալով, բղավելով, ավետարան չի քարոզել։ Այդ Սուրբ Հոգին ուներ։ Ի տարբերություն շատերիդ։ Արտադիր չէր գոռալ, բղավել, որտեղ ասում եմ Ջախջախված եղեգը պիտի չփշրեմ և պլպլացող պատրույկը պիտի չմարի։ Գոռալով, բղավելով, ջախջախված եղեգ ավելի էր ջախջախվելու, պլպլացող պատրույկներ ավելի շուտ մարելու էր։ Ասում նրա ձայնը պիտի չլսեք հրապարակների մեջ, ասում ինքը իրեն գովաստ չեր անում, այսօր բոլորը հրապարակներում են։ Սոցիալական ցանցերում, չէ, բոլորը այնտեղ են։ Ռարվում, բղավում, գոռում, ճավում, զորավոր ծառայություն լինելու, զորավոր էսա լինելու, այն լինելու, չսես համեստ պահեք, համազուս պահեք ձեզ։ Այս համեստ Հիսուսը, եթե մի անգամ գրված է, որ լավ գոռաց, լավ աղաղակեց, Այդ եղավ այն ժամանակ, երբ ամենաքիչն էր սպասելի դա լսել իրանից։ Մեր ուրեմն Միջնադարյան ուրեմն աստվածաբաններից մեկը, հայ աստվածաբաններից մեկն ասում է, որ հարյուրապետի ապաշխարության, հարյուրապետի հավատքի դառնալու պատճառներից գլխավորը այն էր, երբ նա տեսավ ես տեսան ես մռնչյուն, ասում է, նրա աղաղակը նման էր առյուծի մռնչյունին, որ սա չէր կարող լինել, որովհետև այս հարյուրապետը ինքան մարդ էր խաչել, չի կարող լինի, մարդ 6 ժամ այդ տառապանքները կրելուց հետո ուժ ունենա, նրանք ուժ չունեին շուրթերից ձայն հանելու, ուժ չունեին, մանավանդ վերջում, որտեղ կամանց, սա տառապալի մայր, կամանց մարդը մեռնում էր, արունակամ էր լինում, ուժասպառ էր լինում և մեռնում էր։ Իսկ ինքը մեռնելուց առաջ աղաղակում է։ Ուշադրություն դարձրեք այս խոսքին։ 4-րդ համար ասում է, անիկա պիտի չտկարանա ու պիտի չթուլանա։ Մահվան վերջին վարկյանն ինքը չտկարացավ ու չթուլացավ ու գոռաց, աղաղակեց, արդյունքում գիտեք ինչ եղավ այդ աղաղակից, արդյունքում տաճարի վարագույրը պատրվեց, քանդվեց հրեությունը, վերջ, մեռավ, այնց հզոր աղաղակ էր դա, Երբ որ պլպլացող պատրույկների հետ էր խոսում, կոտրված հոգիների սրտերի քնքշությամբ և սիրով էր խոսում։ Բայց երբ որ պիտի ջախջախեր սուտը կեղծիքը, Աստծո անունով, Աստծո որդուն խաչողների պաշտամունքի կենտրոնը նա քանդեց իր մի աղաղակով։ Մեռավ հրեությունը, ընտրված ենք, ես ընկեն ենք, մեռավ,
դուք եք ընտրվածը։ Դուք Հիսուսին հավատացողներն եւ բոլոր խոստումները, ողջ ուխտը, 5 տակարանում Աբրահամի հետ կապած ուխտը իրականություն է դառնում Հիսուս Քրիստոսով իրեն հավատացողներին։ Նրանց էլ կոչում են սատանայի որդիներ։ Հայտնության գիրքներ կարդացեք, կտեսնեք։ Ասում դուք ասում եք հրեակ, բայց հրեա չեք, դուք սատանայի ժողովուրդ եք։ Հիսուսն էլ ասաց իջելի ծնունդներ։ Հազարավոր պաղեստինցիները այսօր մորթում են։ Կին, երեխա, հələ թե հարցա, այն տերորիստական ակտով կազմակերպեց։ Մարդ այսօր մեքենայից դիմապակու վրա մի հատ տարօրինակ ասեց բան էր նստել։ Միջատ։ Համար քշելու ժամանակ հաուշադրությունս գնում է դրա վրա։ Չի գնում։ Միացրեցի այդ խոզանակները, հայն չեն ասում դրան։ Կպավ իրան խղճանությունը զգացի։ Սեն արդես խեղճ կենթանոխի սպանեցի։ Մի քիչ հետո եկավ կանգնեց էլ այս փարկաստու չեմ սպանել։ Այսօր Ուկրաինայում մարդիկ են մորթվում։ Քրիստոնյա ուղղափառ, քրիստոնյա հավատացյալների կողմից իրենց հոգևոր դասի կողմից օրհնված, իրենց հոգևոր արքեպիսկոպոսի, չգիտեմ, կաթողիկոսի ինչ է իրանց պաշտոնը։ Էական չի, գիտեմ ինչ է, բայց արդեն համար արժեք չունի դա։ Դու օրհնում ես, որ գնան մորթեն իրանց հավատակիցներին։ Նրանք էլ են աղոթում նույն Աստծուն։ Սրանք աղոթում են մեզ ուշտում, նրանց հետ ենք մորթենք, նրանք էլ աղոթում են մեզ ուշտում, կարողանանք պաշտպանենք։ Նույն Աստծուն են աղոթում ու մորթում են։ Նրանք էլ Աստծու անունով գնում են մորթում են այդ հողի վրա դարերով ապրող ժողովրդին։ Մեջ բերելով 5 տակարանից հատվածներ։ Այդ 5 տակարանը, եթե Հիսուսը չկա, լսում եք ինչ եմ ասում։ Եթե Հիսուսը չկա, եթե դու մենակ հիմնվում ես 5 տակարանի վրա, եթե չկա Հիսուսը այնտեղ, ես մերժում եմ։ Այսօր կան ինչ քրիստոնյա կողմություններ կան եւ այլն, հիմնվում են մենակ դրա վրա։ Ասում են Աստված հրեաների համար ուրիշ փրկության ծրագիր ունի, ուրիշ փրկության ճամփա ունի։ Սխալվում եք, մեղմ ասած։ Նման բան գոյություն չունի, չի կարող ունենա, այլապես Հիսուս ստախոսել է, ասում է, ես եմ ճամփան, ճշմարտություն եւ կյանքը։ Ոչ ոք հոր մոտ չի կարող գնալ բացի միայն ինձանով։ Ոչ ոք։ Հրեականությունը մեռավ, տաճարը բացվեց։ Եթե դու ասում են նրան ազատես, որ դու կայսրի բարեկամ չես, կայսրը, մենք կայսրից բացի ուրիշ թագավոր չենք ընտրում, չէ, ասեցին, այդ կայսրը, սրբրծավ, չէ, այդ կայսրը, այդ ձեր բարեկամը, որը ներքան սիրուն պաշտում եք, մի քանի տարի հետո մտնելու էր ձեր քաղաքը, ձեր երկիրը, մորթերը բոլորիդ, ու ավիրել ու քամ, որովհետև քո այցելության, ձեր այցելության օրը մոռացաք, չճանաչեցիք, Էլի մաս չկար այդ տաճարի, վերջ, դատարկ էր, լքել էր Սուրբ Հոգին։ Հիմա տաճարը կսարքեն ու Աստծո փոխարեն սատանային որպես Աստված կպաշտեն։ Հեսա սարքելու են։ Աստծո փոխարեն ներեն են երկրպագելու։ Սկզբում թողնելով, որ ասեն Աստծուն են երկրպագելու, այնտեղ կենդանիներ բաներ բերելու են մորթեն, կարմիր երինջներ եւ այլն։ 3.5 տարի։ Հետո ինքը կնստի տաճարի մեջ ու կպղծի տաճարը ու կասի ես եմ Աստված, ինձ պետք է պաշտեք։ Ոնց, բա դու մեսիան չես եւ այլն։ Այն ժամանակ ախներն են տալու, բայց ուշ լինելու։ 6 ամիս մահն են ընտրելու, որ մեռնեն։ Չեն կարողանալու, որովհետեւ երկրի վրայից 6 ամիս վերցրելու է մահը։ Դու պատկերացնում ես մահը դառնա ամենագերազելի, երազանքային ցանկությունը։ Արթնացեք ժողովուրդ ջան։ Տենում եք աթոռները, արթնացեք, էսի խոսում են նրա մասին, որ մենք չենք հավատում, մենք չենք հավատում, միջև քովիդից մեր բարեկամներից մարդ չմեռավ,
Մենք չհավատացինք, որ COVID կա, չէ՞։ Չենք հավատում, եկե պարզվեց ծանոթներից մեկը մեռավ, բարեկամներից մեկը մեռավ։ Չենք հավատում։ Ինչի պետք է գա հասնի մեզ, որ նոր հավատանք։ Հիմա է ժամանակը դարձի գալու։ Տաճարը վարակույրը քանդվեց այդ բղավոցից։ Երկիրը շարժվեց։ Դու պատկերացրու այդ ուժը։ Երկիրը շարժվեց։ Նայեք ինչ ասում Սաղմոս 46, 6-րդ համարը։ Հեթանոսները կխռովեն, թագավորությունները կշարժվեն, բարձրյալը իր ձայնը կուտա, երկիրը կհալի։ Հեթանոսները խռովում են, թագավորությունները շարժվում են, բարձրյալը իր ձայնն է տալիս, ուրիշ թարգմանության մեջ ասում է բարձրյալը բացականչում է կամ բղավում է։ Եվ ինչ անենում, երկիրը հալչում է։ Ահավասիկ մարգարեությունը, որ իրականացավ, երկիրը շարժվեց, երկիրը չդիմացավ, հողը չդիմացավ այդ բացականչությանը, չդիմացավ, ժայռերը ճաքեցին, գերեզմանակարերը շարժվեցին, ժամանակ պիտի գա, որ մեռելները պիտի լսեն, որդու մարդու ձայնը և նրա լսեն գերեզմաններից դուրս պիտի գան։ Այս աղաղակին ուժը ունեն, որ ոչ միայն տաճարը քանդեց, տաճարի վարակույրը բացվեց, ոչ միայն երկիրը շարժեց, այլ նաև այդ ձայնը գնաց հասավ մինչև անդրշիրեմյան աշխարհ ու շատ սուրբ մեռելներ հարություն առան։ Դուք հասկանում եք ով էր խաչվողը։ Եվ իմ համար ամենաազդեցիկը այդ ձայնը փշրեց Հեթանոս կռապաշտ, արյունախում հռոմեացի հարյուրապետի սիրտը։ Հեթանոս կռապաշտ, արյունախում հարյուրապետի սիրտը, որը խոստովանեց ճշմարտապես սա Աստծո որդին էր։ Չգիտեմ, այդ ձայնը այսօր քանի հայի կարծրացած սիրտ կարա փշրի, քանի հավատացյալ եկեղեցու անդամի սիրտ կարա փշրի, մեզ խորհուրդ կտամ լսի այդ ձայնը, խաչվող Հիսուսի վերջին աղաղակը լսիր, թույլ տուր, որ այդ ապառաշ քարը սրտի այդ քարացած մեղքերից քարացած այդ սիրտը փշրվի ու դու էլ հարյուրապետի նման խոնարհվի խաչելի առաջ, ընդունիր նրա Աստծո որդի լինելու քո փրկիչ լինելը, որ մի օր այդ ձայնը քեզ էլ գերեզմանից կենդանացնի հավիտենական կյանքի համար։ Օրհնյալ ես Տեր Հիսուս, մեր սիրելի Տեր, մեր բարի Աստված, համբուրում ենք քո ցուրտ ոտքերը, համբուրում ենք քո արյունաթաթախ գլուխը, շնորհակալ ենք մեծ սրտիդ համար Տեր Հիսուս, որ մեզ քո սրտիդ մեջ ունենալով էր, որ խաչ առար, մեզ փրկություն տվեցիր Տեր։ Եվ միջը մեկը չճաշակի այս դառնությունը խաչի, նա չի կարող վերապրել հարության ցնծությունը։ Հիմա քիչ ենք եկեղեցում, որովհետև խաչի մոտ էլ քո հետևորդները քիչ էին։ Հետո վաղը կգա հարությունը, լիքը մարդ կգա։
որտեղ այնքան հեշտ է գնալ մահվանը հաղթանակացի ետևից, հարություն առածի ետևից, այնքան հեշտ է գնալ, բայց շատ դժվար է գնալ Գողգոթայի ճամփան, ուր որ պիտի խաչենք մեր եսը, մեր հպարտությունը, մեր վախերը, մեր մեղքերը, դժվար է, մեզ տար այդ ճանապարհով Տեր, որ նաև արժանանանք հարության ցնծության։ Այսքանն եմ խնդրում քեզանից Տեր Հիսուս այսօր, քեզ փառք հավիտյանս